Դասամիջոցը ևս այստեղ դասաժամ է։ Բիթլզի համաշխարհային օրը Աբովյանի համար 2 դպրոցի զանգը աշխարհահռչակ ռոք խմբի հիթերից է կենդանի կատարմամբ։ Բիթլզի միջազգային օրը մենք ունենք այս ինքնաարտահայտման ձևը եւ նաեւ երգում էին, պարում էին այսօր եւ ամբողջ օրը Բիթլզ էին լսում։ Սա էլ է ուսումնական process։ 2017-ից ուսումնական process-ի անբաժանելի մաս են նաև նախարարության երաշխավորած լրացուցիչ կրթական ծրագրերը, որոնք իրականացվում են պարտադիր առարկայացանկին զուգահեռ։ Այս դպրոցում անցնում են մշակույթի պատմություն, կյանքի հմտություններ գրափար, որն ուսուցանվում է արդեն 4 տարի, 8-րդ դասարանում, շաբաթական 1 ժամ։ Ունենք աշակերտների հավանությունը այդ առարկային, մենք ամեն անգամ հարցումներ ենք անցկացնում, հասկանալու արդյոք մյուս տարի պիտի շարունակենք թե ոչ։ 1.5 տարի առաջ, երբ որ գրափարի հանրապետական օլիմպիադաները, մենք նաև ունեցանք հորիզոնական բարձր։ Կոտայքում առարկան ուսումնական պլանում է միայն Աբովյանի այս դպրոցում, գրափար անցնում է նաև Երևանի եւ Գեղարքունիքի մեկական դպրոցում։ Գրափարը իրականում բանալի է։ Առաջին հերթին տրամաբանելու եւ վերլուծելու բանալին է տալու։ Այսինքն այսօրվա կիրառվող մի շարք բառեր, մի շարք ձևեր գրափարի քնած ձևերն են, որոնք մենք ուղեղներում արտնասնելու ենք։ Ինչպես նաև բանալի է մշակութային, հասարակական, սոցիալական մյուս հարցերի համար, եթե ճիշտ կարողանանք կիրառել։ Օրինակ հինավուրցում մենք ունենք ավուրց։ Ինչ էր այս ավուրցը։ Եվ իրենք իմանալով հոլովական համակարգ, գոյականի թիվ, հասկացան, որ սա օրերից, այսինքն հոգնակի թվով, բացառական հոլովով օր բառն է։ Երեխաներն արդեն գիտեն նաև կենաց, սյունյաց, բամբասել եւ այլ բառերի ծագումը։ Առարկան մատուցվում է ժամանակակից հայերենի հետ համեմատության սկզբունքով։ Այցելել ենք մատենադարան, հին գրերը ուսումնասիրելու եւ մենք այդ ընթացքում, որ անցել ենք գրափար, կարողացանք մի քանի բան հասկանալ։ Օրինակ, մշոջ առընտիրը ոնց է գրափարից թարգմանում հայերեն, եւ մենք այդ նախագծի ընթացքում պատրաստել ենք լիքը մագաղաթներ հին գրափարյան տեքստերով։ Լրացուցիչ ծրագրերը մինչև դպրոց մտնելը անցնում են կրթության զարգացման եւ նորարարությունների կենտրոնով, ստանում փորձագիտական եզրակացություն։ Հիմնադրամը ուսումնական կենտրոններից, ՀԿ-ներից, հիմնադրամներից, դպրոցներից ստանում է ծրագրեր, որոնք հաստատելիս հաշվի են առնվում նպատակը, ակնկալվող արդյունքն ու նույնիսկ կիրառման ձևը։ Լրացուցիչ ծրագրեր կան հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների, միջին մասնագիտական կրթության համար։ Մեր կողմից ստեղծված հանրակրթական լրացուցիչ ծրագրերն եմ ուզում անդրադառնալ, օրինակ ոսկեգործություն 4-ից 8-րդ դասարանների համար ստեղծված գծագրություն 10-11-րդ դասարան, մատնահարդարում 10-12-րդ դասարան, կոշկակարություն, այսինքն նաև այն ծրագրերը, որոնք ավելի շատ կապված են կյանքի հետ, որ այդ հմտությունները երեխան կարողանա ձեռք բերել ու հետագայում նաև գուցե իր համար մասնագիտություն դառնա, այսինքն այս դեպքում նաև մասնագիտական կողմնորոշման շատ լավ միջոց են դառնում։ Մեքենայական ուսուցումը, համակարգչային գիտությունն ու գործիքաշինությունը ավագ դպրոցի համար են, կյանքի հմտությունները 2-ից 7-րդ դասարանների, որը իրականացվում է 23 դպրոցում։ Պատրաստում է գիտակից անձնավորություններ, որոնք կյանքում ավելի մրցակցային կլինեն եւ կկարողանան տարբեր իրավիճակներում, կյանքի տարբեր իրավիճակներում ճիշտ դրսևորվել։ Ավելի ինտերակտիվ է, ինչպես դուք նկատեցիք, ավելի բանավոր, խոսքի վրա ենք շեշտը դնում, երեխաները այս առարկայի ժամանակ ձևավորում են իրենց մեջ սեփական կարծիքն արտահայտելու հմտությունն ու հիմնավորելու հմտությունը։ Սովորեցինք զիջել միմյանց, հասկանալ միմյանց, հարգել դիմացինի կարծիքը, այսինքն սիրել նրան այնպեսին ինչպեսին նա կա։ Ամբողջովին լրացնում են եւ իրացնում են հանրակրթության պետական չափորոշիչի բոլոր դրույթները, եւ որովհետեւ աշակերտներն ուսումնասիրում են այդ առարկայի ընթացքում ինքնուրույնություն, ինքնաճանաչում, այսպիսի կարեւոր հմտություններ, որ մեծերս էլ պիտի կարծես սովորենք ավելի արդյունավետ լինելու կյանքում։ Ընդհանուր քանի լրացուցիչ ծրագիր, քանի դպրոցում է իրականացվում։ Այս պահին թվերը ամփոփվում են։ Երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրերից է նաև տարածաշրջանային լեզուների՝ պարսկերենի, վրացերենի, թուրքերենի, ադրբեջաներենի ուսուցումը, որն ուսումնական պլանով կամ խմբակով իրականացվում է Հայաստանի 29 դպրոցում։ Մայա Խաչատրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։